Հարգելի գործընկերներ, Տիկին Հովհաննիսյանը ներկայացրեց որոշման նախագիծը, հարցեր կան, որոշման դիտողություն ելույթ չկա, այդ դեպքում հարգելի գործընկերներ, ձեր քվեարկությանը ներկայացնում Հայաստանի որոշման նախագիծը, որով առաջարկում է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցած Բարգավաճ Հայաստան կուսակցության ընտրական ցուցակում ընտրված պատգամավոր տեխնացու Գագիկ Գորյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունը կից փաստաթղթերով վերադարձնել, ովքեր են կողմ որոշման ընդունման, կողմ 7 որոշումը ընդունված է, շարունակեք։ Հաջորդ նախագծով առաջարկվում է վերադարձնել ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին մասնակցած Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի տեխնացու Հայկ Ավագյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները։ Միջնորդությունները ստացվել են Հայաստանի Հանրության գլխավոր դատախազության, Հայաստանի Հանրության հակակոռուպցիոն կոմիտեի միջդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի կողմից 2026 թվականի հունիսի 24-ին, որով հունիսի 24-ին ներկայացված գրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2026 թվականի մայիսի 3-ին կայացրել է Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցելու համար Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցելու մասին թիվ 69-ը որոշումը եւ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի 43-րդ հերթական համարի պատգամավորի տեխնացու է գրանցվել Հայկ Դավիթի Ավագյանը։ Հիմք ընդունելով ընտրական օրենսգրքի նույն կարգավորումները 90-91 եւ ղեկավարվելով ընտրական օրենսգրքի 91-րդ հոդվածի առաջին մասով առաջարկվում է հետեւյալ որոշման նախագիծը Հայաստանի Հանրության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցած Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի տեխնացու Հայկ Դավիթի Ավագյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ վերջինիս ազատությունից զրկել վերաբերյալ միջնորդությունները կից փաստաթղթերով վերադարձնել։ Հարգելի գործընկերներ, Տիկին Հովհաննիսյանը ներկայացրեց նախագիծը, որոշման նախագիծը, հարցեր, դիտողություն ելույթ չկան, այդ դեպքում հարգելի գործընկերներ, ձեր քվեարկությանը ներկայացնում որոշման նախագիծ, որով առաջարկում է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների մասնակցած Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի տեխնացու Հայկ Դավիթի Ավագյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ վերջինիս ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները կից փաստաթղթերով վերադարձնել, ովքեր են կողմ որոշման ընդունմանը։ Կողմ 7 որոշումը ընդունված է, շարունակեք։ Հաջորդ նախագիծը վերաբերում է ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին մասնակցած Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի տեխնացու Սասուն Բադոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդություններին։ Նշված միջնորդությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել Հայաստանի Հանրության գլխավոր դատախազության, Հայաստանի Հանրության հակակոռուպցիոն կոմիտեի միջդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի 2026 թվականի հունիսի 24-ի գրությամբ, ինչպես նախորդ նախագծերում արդեն իսկ ընդունված որոշումներում ներկայացվեց, Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի մայիսի 3-ի թիվ 69-ը որոշմամբ, որի ընտրական ցուցակի 62-րդ հերթական համարի պատգամավորի տեխնացու է գրանցվել Սասուն Ժորայի Բադոյանը։ Այս նախագծում եւս ներկայացված են նույն հիմնավորումները եւ դիրքորոշումները, հետեւապես առաջարկվում է որոշման նախագիծ, հետեւյալ բովանդակությամբ Հայաստանի Հանրապետության հիմք ընդունելով ընտրական օրենսգրքի 91-րդ հոդվածի առաջին մասը Հայաստանի Հանրության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է Հայաստանի Հանրության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցած Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի տեխնացու Սասուն Ժորայի Բադոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ վերջինիս ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները կից փաստաթղթերով վերադարձնել։ Հարգելի գործընկերներ, Տիկին Հովհաննիսյանը ներկայացրեց որոշման նախագիծը, հարցեր,
դիտողությունը ելույթներ չկան, այդ դեպքում արգելքի գործընկերն ձեր քվեարկության ներկայացնում որոշման նախագիծ, որով առաջարկում է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցած ուժեղ Հայաստան կուսակցի դաշինք ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավոր տեխնացու Սասուն Ժորայի Բադրյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ վերջինիս ազատություն զրկելու վերաբերյալ միջնորդությունները կիստ փաստաթղթերով վերադարձնել, ովքեր են կողմ որոշման ընդունման։ Կողմ 7 որոշումը ընդունված է, կինոասյան շարունակ։ Եվ վերջին միջնորդությունը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին մասնակցած ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի տեխնատու Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունը զրկելու վերաբերյալ միջնորդությունները վերադարձնելու մասին։ Դատախազության ներկայացուցիչները այս գործով են ներկայացել է ավակ դատախազ, կներեք, ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետի տեղակալ Սերգեյ Առաքելյանը եւ նույն վարչության ավակ դատախազ Ալիկ Ստեփանյանը։ Ալիկը չի եկել։ Պարոն Առաքելյան, ինչպես նախորդ միջնորդությունը, այս դեպքում ըստ էության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միջնորդությունները չի քննում եւ որոշման նախագիծը ներկայացվել է միջնորդությունները վերադարձնելու վերաբերյալ։ Ես կներկայացնեմ նախագիծը, նիստից հետո կարող եք նաեւ սպասել ստանալ որոշում։ Միջնորդությունը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետի կողմից 0307-2026 թվականի համապատասխան 34 կոտորակինը գիծ 26 գրությամբ, որով ներկայացվել են երկու միջնորդություններ ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին մասնակցած ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի տեխնատու Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ վերջինիս ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն ստանալու մասին։ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը գրանցվել է 2026 թվականի մայիսի 3-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 69A որոշմամբ եւ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին հերթական համարի պատգամավորի տեխնատու է գրանցվել Նարեկ Կարապետյանը։ Այս որոշման մեջ եւս բերված են ընտրական օրենսգրքի 90-91-րդ հոդվածի կարգավորումները, դիրքորոշումը պատգամավորի տեխնատուի կարգավիճակի մասին եւ առաջարկում է որոշման նախագիծ հետեւյալ բովանդակությամբ հիմք ընդունելով ընտրական օրենսգրքի 91 հոդվածի առաջին մասը կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցած ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի տեխնատու Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ վերջինիս ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները գիծ փաստաթղթերով վերադարձնել։ Արգելգործկետ Տիկին Նովասյան ներկայացրեց նախագիծը հարցեր, դիտողություններ, ելույթներ չկան, այդ դեպքում արգելգործկետ ձեր քվեարկության ներկայացնում որոշման նախագիծ, որով առաջարկում է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցած ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավոր տեխնատու Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ վերջինիս ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները կիստ փաստաթղթերով վերադարձնել, ովքեր են կողմ որոշման ընդունման։ Կողմ 7 որոշումը ընդունված է, այս հարցով ավարտեցինք, հաջորդ հարցը զեկուցողը ես եմ